հարցը կենտրոնում։ Պարոն Փաշինյան, Ֆրանսիայի նախագահ այստեղ Եվ իմիջիայլոց ես ասեմ, ես ազգային ժողովում խնդիր եմ ձևակերպել եւ այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը պետք է չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը։ Եվ կոնկրետ խոսում եմ Հայաստան դաշինքի մասին, խոսում եմ ուժեղ Հայաստան կուսակցության մասին եւ խոսում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին։ Այսինքն այդ կուսակցությունները հլա պետք է մտածեն խորհրդարան անցնելու մասին, այդ որ ասում են հաղթելու ենք, էս ենք անելու, ինչ ենք անելու։ Ծիծաղելի է ուղղակի։ Այդ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ ու ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրանց ինֆորմացիայի եւ ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն այդ 100%։ Կներեք, համեցեք։ Ֆրանսիայի նախագահ այստեղ ջերմ ընդունելության արժանացավ, բազմաթիվ քաղաքացիներ լուսանկարվեցին, ստորագրություններ վերցրեցին, բայց նաև քննադատություններ եղան, հա, տեսեք, քննադատները ասում են, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը, հարաբերությունները նոր չէ, Մակրոնի ժամանակ չէ, որ բարձր մակարդակի վրա է, նախկին նախագահներն են եկել Հայաստան եւ միշտ բարեկամական հարաբերություններ եղել է եւ նրանց քննադատողներին այսպիսի մի հարց է հետաքրքրում, ասում եմ Մակրոնը ինչ է արել, բացի Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացին խավորություն անելուց, այսպիսի քննադատություններ կան, կարող եք առարկայական բացի այդ ջերմ հայտարարություններից բանից ինչ որ բան նշել, որը արել է հայ ժողովրդի համար, նա 44-օրյա պատերազմից հետո պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ կիրառել է, թե ոչ, ինչ դրական քայլեր է արել եւ Զելենսկու այստեղ ընդունելությունը նաեւ դիտարկում են որպես հակառուսական քայլ։ Սրա մասին ինչ կասեք այն Զելենսկու, որը Ադրբեջանին շնորհավորում էր հայերի դեմ տարած հաղթանակ տանելու համար։ Խաբքի երկրներ էլ շնորհավորել են օրինակ Բելարուսը։ Օրինակ ես չեմ տեսել, որ օրինակ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելարուսի նախագահի հետ, կես բերան արտահայտված լինի այդ առիթով։ Էլ չեմ խոսում այդքան որ իմիջայլոց նույն ուժերը, էլի քանի որ արդեն հրապարակային խոսվել է դրա մասին, չէ, նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ արտահայտվել են, այդ թվում այդ դիտանկյունից։ Ես չեմ տեսել արձագանք։ Ինչի չեն արձագանքել։ Եվ որն է նրանց դիրքորոշումը։ Հիմա նույն Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները Պրագայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից առաջ երկու անգամ ամենաբարձր մակարդակով հնչել է Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարություն Ղարաբաղի Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ։ Իրանք ոնց են մեկնաբանում դա։ Ես չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հաջորդը ես ուղիղ ասել եմ Բելարուսի նախագահը ուղիղ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը միջև այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել։ Թող արտահայտի դիրքորոշումը։ Բելարուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի բացի բանից ԵԱՏՄ-ից պետք չեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ, մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել եւ ես ասել եմ, որ դեռ գիտեք երբ եմ ասել դա, կամ 22 կամ 23 թվին, չեմ հիշում, ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Եվ դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիրը ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի
վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, ինչ վերաբերում է թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչ է արել, մայիսի 28-ին կտեսնենք ինչ է արել։ Ինչի պատմեմ։ Ցույց կտամ։ Մայիսի 28-ին հույս ունեմ Երևանում կլինեք, տեղ գնացած չկլինի, տեսախցիկները փչացած չեն լինի, հոսանքը անջատված չի լինի, ուրիշ տեղ կարևոր գործեր չեք ունենա, բանում այդ ինչա առենջում մեծ ու կարևոր միջոցառում չի լինի եւ դեն չի ստացվի որ ամբողջ եթերաժամանակը կուղվի բանի առենջում լայնած առենջի մի հատվածում, մի փոքր հատվածում միջոցառումներ լուսաբանելու վրա։ Կգաք կտեսնեք, կամ էլ չգաք գոնե հերոստատուցի միացրեք կտեսնեք Ֆրանսիայի նախագահը ինչ արել։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։